Սիրելի երևանցիներ, քիչ առաջ ականատեսը եղաք ԿՊ հավաքանու անդամի իմ ապացույցները, թե ինչպես էր թիրախավորել սուտ կեղծ տեղեկատվությամբ, թիրախավորում էր ինձ, փորձում են վարկաբեկել, թիրախավորել Մայր Հայաստանին, Մայր Հայաստանը մեր քաղաքացիների հետ գործընթացներ է տանում, օգնում է լինում է քաղաքացիների կողքին, այդ իսկ պատճառով, չկարողանալով այլ ինչ կեղծ խնդիրներ ներկայացնել մեզ, փորձում են կեղծ խնդիրներով վարկաբեկել, բայց իրենց մոտ չի ստացվում, հետևաբար մեր հավաքանու անդամը դուրս եկավ, իր զրպատչանքով ընտրակաշառքի մասին էր խոսում, ինձ մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու մեջ, հիմա տեսեք, այո, մեր հասարակության մեջ 90-ականներից բոլորս էլ լսել ենք այդ մասին, ու մենք դատապարտել ենք այդ ամենը, 90-ականներից ընտրակաշառքի մասին լուրեր եղել են, բայց եկեք մի բան sense հասկանանք, բա ինչպես է լինում, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ զիբիլների մեջից ընտրակաշառքի թղթեր էր հանում, այնտեղ գազելների նկարներ, վիդեոները, որ հետտակ կտեսնեք, էլի այդ ոնց եղավ, ինչ գործընթաց արեց, 7 տարի եկա իշխանություն եք, այդ 7 տարվա մեջ, ինչ արեցիք այդ ընտրակաշառք տվողներին, վիդեոներ էիք հրապարակում, թե պայմանավորվածություններ եք որոշ անձանց հետ ձեռք բերել արդեն իսկ, համագործակցության եզրեր ունեք ներքին, գաղտնի, թե ձեր սրտով չէր, ով է դատապարտվել, հանրությանը ցույց տվել եք արդյոք այդ համակարգային որ ասում եք ընտրակաշառքը տեղի ունեցել, թե մեկ րոպեում Նիկոլ Փաշինյանը կարողանում է Սամվել Կարապետյանի նման հային, բարեգործին մեկ նամակով ձերբակալել, հա, բայց ոնց է լինում այդ դեպքում արագ կարող եք ձերբակալել այդ մարդուն, բայց տենց տարիներ շարունակ 7 տարի է ընտրակաշառքով եկել եք այդ գործողություններով եկել եք իշխանությունը վերցրել եք ու ոչինչ չեք արել, էլի, կարող եք դրա բացատրությունը տաք, այդ տեսանյութերը կար, առկա էր, եւ երկրորդը, ես հիմա արձանագրում եմ, նոր ԿՊ-ն էլ նաեւ պետք է դրա պատասխանը տա իրենց հավաքանու անդամի, որ զրպարտչական ապացուցել են, որ զրպարտել է ինձ, զրպարտել է, հետևաբար ամբողջ ընթացքում, եթե ներողություն չի խնդրելու, այսօրվա ընթացքում եմ ասում, այո, ես հայտարարում եմ, որ զրպարտիչ է ու բոլորդ պետք է դա ընդունեք, սրանից հետո ներկայացնելու եմ այդպես։ Իսկ ինչ մնում է, տեսեք, Սամվել Կարապետյանի մասով, եկեղեցու մասով, Հանրապետություն խմբակցությունից մեկը եկել այստեղ խաչ էր արել, Հանրապետության խմբակցության հետ հավաքանում նաև տեղեկացնեմ, որ ում դուք սատարում եք, ում հետ ձեր քույր կազմակերպության հետ կոալիցիա եք կազմել, ձեր այդ ղեկավարը մզկիթներ է այցելում ու միաժամանակ շատ վատ, լպիրշ բառամթերքով իր Facebook-յան էջում եկեղեցու հանդեպ վատ գրառումներ է անում, որը դատապարտելի է, նաև ես դատապարտում եմ այդ ամեն ինչը, եկեղեցուն, այո, Մայր Հայաստանը աջակցել է, Սամվել Կարապետյանին նաև աջակցել է, քանի որ այս իշխանությունները թուրքական շահերն են սպասարկում։